Այսօր, երբ բոլորս խոսում ենք Հայաստանի Հանրապետության ապագայի մասին, ուղղակիորեն դժվար է շրջանցել այն կարևոր թեմաներից մեկը կապված երիտասարդների խնդիրների և մեզ սպասվող ապագայի շուրջ։ Բոլորիս հայտնի է, որ յուրաքանչյուր պետության շարժիչ ուժը հանդիսանում է երիտասարդը։ Այստեղ առաջանում է խնդրահարույց մի հարց երիտասարդության ճնշող մեծամասնության մոտ, որ արդյոք այսօր այս իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունը ստեղծում է բոլոր այն դրական պայմանները, որպեսզի հայ երիտասարդը ապրի, զարգանա և իր ներուժը կիրառի Հայաստանում։ Այս իշխանության օրոք պատասխանը միշտ բացասական է։ Երիտասարդների մեծամասնությունը այսօր կանգնած է մի հարցի առաջ. արդյոք մնալ սեփական երկրում, ապրել անապահովության և անգործության պայմաններում, թե հեռանալ երկրից և իրենց ներուժը նվիրել օտարին։ Միանշանակ սա գործող իշխանության հերթական ձախողումներից է, երբ սեփական երիտասարդը լքում է իր հայրենիքը և իր ներուժը նվիրում օտարին։ Առավել վտանգավոր է և խնդրահարույց թմրանյութերի տարածումը և խաղամոլության աճը։ Այն, ինչ պետք է լինի խիստ վերահսկողության տակ պետության կողմից, այժմ ստացել է լայն տարածում և հեշտ հասանելիություն, մասնավորապես երիտասարդների համար։ Իշխանության պարտականությունն է ստեղծել հայրենիքում այնպիսի պայմաններ, որտեղ երիտասարդությունը կցանկանա իր ներուժը ներդնել, այլ ոչ թե կփախչի իր հայրենիքից կամ կընկնի կախվածությունների ծուղակը։ Այսօր մենք տեսնում ենք այն էֆեկտը, որ Հայաստանի Հանրապետությունը այս իշխանության օրոք կորցնում է իր երիտասարդներին կամ արտագաղթի ճանապարհով, կամ էլ ներքին կախվածության շնորհիվ։